Պարմինասյան, լավ եք։ Լավ եմ, դու լավ ես Մարտիջան։ Լավ եմ, շատ լավ եմ։ Ու լուժ մտածում եք, որ տղայիս ու հորս կալանավորելու արդյունքում, ցերպակալելու արդյունքում դուք ձեզ զգալու եք որպես հբարտ գյումրեցի, արժանապատիվ գյումրեցի, ու դուք համարում եք, որ սա լավ պայքար էր, սա ճիշտ պայքար էր։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում բոլոր նորմերն ու կանոնները պահել են։ Հարգանքը, վերաբերմունքը։ Պարոն Գրիգորյան, կներեք վերջ։ Հետո ռեպլիկի հնարավորություն կունենաք։ Լսեք, պատասխանը ժամանակին հետևեք։ Պիտի ավարտեմ, որ կարողանա պատասխանել։ ժամանակն է ավարտվել։ Խնդրեմ, պարոն Մինասյան։ Պարոն Գրիգորյան, ամենայն հարգանքով ձեր եւ ձեր ընտանիքի հանդեպ ես որևէ առնչություն չունեմ։ Ես հստակ ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ, նաեւ մենք ունենք ընտանուր ընկերներ, մենք վաղ ընտրություններից հետո իրար աչքերի մեջ նայելու ենք, վստահ ասում եմ, որ ես որևիցե առնչություն չունեմ տվյալ դեպքի հետ եւ պակաս անհանգստացած չեմ, եթե իրավապահ մարմինների կողմից իրականացվել է որևէ խտրական վերաբերմունք ընդդիմության կամ իշխանության թևի ներկայացուցիչների հանդեպ, եթե լինին նման ապացույցներ, ես ձեր հետ համատեղ կպայքարեմ նման երևույթների դեմ։ Այդ փաստը, այդ իրադարձությունը իրավապահ համակարգի տիրույթում է, ես որևիցե առնչություն չունեմ։ Վերջ, պարոն Մինասյան։ Ռեպլիկ ունեք, պարոն Գրիգորյան։ Գիտեք ինչն է իմ ու ձեր տարբերությունը։ Իմ ու ձեր տարբերությունը այն է, որ եթե ես լինեի իշխանության ներկայացուցիչ ու ես ընտրապայքարի ժամանակ, եթե հանգարց իմ իշխանական թևը, ղեկավարությունը փորձեր մեկի խաթրին կպներ այս ձևի անարտար ու անլուրջ ձևի, ես հաստատ այնտեղ կլինեի, որ կտնեի ես ամեն ինչը կողքի եւ դուրս կգա եւ գյումրեցիներին ցույց կտայի, որ ես քաղաքի տղա եմ, ես կյանքի տղա եմ ու ես թույլ չեմ տա ոչ մի քաղաքական խաղի մեջ ինձ ներքաշեն ու այնպես անեմ, որ ես այս քաղաքի մեջը գլուխս կախմ անգամ։ Դուք այսօր պիտի կարողանայիք դա ապահովել։ Ես գիտեմ, որ սա ձեզ համար շատ ծանր բան է։ Ձեր թիմը ձեզ շատ լուրջ ձեր թիմից հարվածեց այսօր։ Ես հասկանում եմ։ Պարոն Գրիգորյան, կներեք վերջ։ Ինչքան եք հանգստանում, որ չխոսեն։ Գյումրեցիները այսօր ամեն ինչ տեսել են, ամեն ինչ լսել են։ Բոլորը պետք է հավասար պայմաններ կտրելով գյումրեցիների ձայնը պետք է հավասար պայմաններ ունենան։ Խնդրեմ պատասխան։ Պարոն Գրիգորյան, ես վստահ ասում եմ, ես Սարիկ Մինասյանը, իմ նախընտրական շտաբը որևիցե առնչություն չունի, մեր կողմից որևիցե բողոք չի գնացել, որևիցե կառույց, վստահ եմ ասում ձեզ, եւ եթե անարտար որևիցե բան լինի, ինչպես դուք ասեցիք, ես ձեր կողքին անարտարության համար պայքարող անձ եմ, անարտարության դեմ ամբողջ կյանքում պայքարել եմ, վստահ եղեք, չգիտեմ, այդ ասեկոսների մակարդակին չպիտի իջնենք, ես անհանգստացած եմ իմ քաղաքի յուրաքանչյուր բնակչի ազատության, նաեւ մեր քաղաքի ընտրողների համար եմ անհանգստացած, որովհետև այս ընթացքում եղել են նաև ձայնագրություններ, որտեղ խոսում են փոխբաժանելու մասին, խոսում են հայոյանքով կամ ստիպողաբար մարդկանց պարտավորեցնելու ընտրությանը մասնակցելու մասին։ Հուսով եմ գյումրեցիները հստակ գիտակցում են։ Վերջ, շնորհակալություն։ Արտեմ Ղարաղազարյան։